Այսօր վաղ առավոտից ներկայացնում ենք Ասատրյանների գերդաստանի ուրախությունը։ Ամուսնանում է Արամ Ասատրյանի մահացած որդու Սեդրակ Ասատրյանի որդին, Արամ Ասատրյանը։ Մենք մի քանի հրապարակումներով ներկայացրել ենք այս հիշարժան օրվա բացառիկ եւ անմոռաց կադրերը։ Ներկայացրել ենք, թե ինչպես է Արամ Ասատրյանը հորեղբոր Արտաշ Ասատրյանի տանը պատրաստվում գնալ իր սիրելի Աննայի հետևից, թե ինչպես է տեղի ունենում զույգի առաջին հանդիպումը, որքան նրանք հուզված են միմյանց տեսնելիս, ինչպես նաև Հարսիկի հայրիկի հուզմունքն ենք ներկայացրել, երբ դստերը ճանապարհում է իր տնից։ Ավելի ուշ ներկայացրեցինք, թե ինչպես էր հարսնացուն եկեղեցում հուզվում, երբ պետք է ասեր հնազանդ է։ Այս պահին Ասատրյանները գտնվում են Դվին ռեստորանային համալիրում։ Առաջին կադրերը, որտեղ որ Արամ Ասատրյանի մահացած որդու կինը դիմավորում է որդուն եւ նրա կնոջը եւս մեծ տարածում են գտել համացանցում։ Լավաշի արարողություն, մեղր ու կճուճ, ահա այն ամենը, ինչ տեղի է ունեցել ռեստորանի առաջին իսկ րոպեներին։ Ներկայացնում ենք այս եւ մյուս կադրերը, որոնք տեղի են ունեցել այսօր առանց մեկնաբանության։ Արամ Ասատրյանի թոռը, կրտսեր Արամ Ասատրյանն ու իր սիրելին Աննան Հայ առաքելական Սուրբ եկեղեցում իրենց օրհնությունը ստացան, նրանք այլևս ամուսիններ են։ Ասատրյանների գերդաստանն իրենց հյուրերով այս պահին շտապում է դեպի ռեստորան, նշելու երկու սիրահարների միությունը։ Մեր աչքից չի վրիպել համացանցում հայտնված կադրերն այն մասին, որ Աննան եկեղեցում, երբ պատրաստվում է ասել հնազանդ է, կարծես թե շտապում է։ Տեր հայրը նրան ասում է շտապում ես։ Այս ամենից հետո Աննան չի կարողանում թաքցնել արդեն իսկ առաջացած հուզմունքը եւ արտասվում է։ Եվ հնազանդ լինել, այս երիտասարդին, որ ամուսինդ պիտի դառնա։ Այո, հնազանդ եմ։ Շտապում ես։ Եվ օգնի ձեզ Աստված այս պահից սկսած մինչև ձեր կյանքի վախճանը, երբ Հավելենք նաև, որ վաղ առավոտից ներկայացրել ենք այս հարսանիքի սկիզբը, թե ինչպես են Ասատրյանները Արտաշ Ասատրյանի տանը պատրաստվում գնալ Արամի սիրելի Աննայի հետևից, ինչպես են հանդիպում նորապսակները, ինչպես է հուզվում հարսնացուի հայրիկը եւ ինչպես է Արտաշ Ասատրյանը խորհուրդ տալիս չհուզվել եւ թեթև տանել հարսնացուի հայրիկին։ Ներկայացնում ենք այս հարսանիքի բացառիկ կադրերը առանց մեկնաբանության։